Ինձ համար ամենամեծ ողբերգությունը իմ կյանքում հոկտեմբերի 27-ն էր, որտեղ ես հասկացա, որ ես պետություն կորցրի։ Ոչ թե անհատներ, ես պետություն կորցրեցի։ Ու այդ շոկը չգիտեմ ով ոնց, բայց ես կարծում եմ մինչև օրս չի հաղթահարվել, որովհետև մենք այնուամենայնիվ չարժևորեցինք մեր հաղթանակը։ Մենք հաղթել էինք պատերազմում, ու մենք այդ հաղթանակը վարի տվեցինք հենց նրանով, որ չարժևորեցինք, չհասկացանք ինչ ենք արել, չգնահատեցինք, չշարունակեցինք հաղթանակի այն բացած դռները։ Համեմատությունը հիմա բոլորի համար ակնհայտ է։ Ադրբեջանը հիմա ինչ է անում։ Արդյոք այդ քայլերը մենք այն ժամանակ չունեինք անելու, որ ոչինչ չարեցինք։ Տնտեսություն ամրապնդելու, բանակ վերակազմավորելու, զարգանալու, զարգացնելու ժողովրդագրական պատկեր փոխելու։ Երեք ձեզ հետ լիովին համաձայն եմ, մենք ապրում ենք այնուամենայնիվ տուրբուլենտ, բայց ֆենոմենալ հետաքրքիր ժամանակներ։ Եվ ես շատ ուրախ եմ նաև նրանց համար, որ գալու են մեզնից հետո ու հաստատ մեր մասին չեն գրելու, որ մենք միայն կորուստներ ենք ունեցել, պետություն ստեղծեցինք, հետո կորցրեցինք հայկական երկրորդ պետությունը, մենք ստեղծել ենք պետությունն ու պահում ենք Հայաստանի Հանրապետությունը ու պահելու ենք ու որևէ մեկին թույլ չենք տալու այդ Հայաստանի Հանրապետությունը, մեր հայրենիքը, դարձնել կենսատարածք, որտեղ կարող է ռուսական հերթական ցարը հայտնվել ու ասել Հայաստանը մեզ պետք է առանց հայերի, չէ, Հայաստանը կա հայերով, Հայաստանը լինելու է բազմացող հայերով, զարգացող տնտեսությամբ ու Հայաստանը լինելու է անկախ որևէ մեկի կամքից։ Այս վստահ եմ, որ մեր սերունդները, եթե անաչառ լինեն, դա են գրելու։ Մենք այս օրերին, այս տուրբուլենտ, ինչ ասեմ, աշխարհաքաղաքական տուրբուլենտության պայմաններում պահում ենք երկինք, պահում ենք երկիր ու պահում ենք մարդ։ Ամենատես Հանրապետություն կուսակցության ծրագիրը միշտ դա եղել եւ Հանրապետություն կուսակցության խնդիրը միշտ եղել է պետություն պահելը, իսկ պետությունը մարդն է։